Մի այսպիսի պլպլան մեդալ պետք է ստանար շիշ բռնելով հայտնի չդարձած ԿՊԱ-կանը։ Մեդալ տան, դեմ չի լինի։ Բայց ստացել է խիստ նկատողություն ու վտարվել մայր կուսակցության նախընտրական ցուցակից։ Ես կարծել եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում իմ կատարած գործունեության համար ինձ պետք է շնորհակալություն հայտնեն։ Սարգսյանի հասցեին նրա քաղաքական հոր Փաշինյանի վերջին արտահայտությունները տպավորություն էին ստեղծել, թե ՔՊ-ում падգամավորին մեղադրում են կոռուպցիայի մեջ։ Այդ պատմությունը ընդհանրապես մի բանի մասին է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները եւ կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժելու։ Սարգսյանը մտածում է, որ Փաշինյանն իր մասին վատ է խոսում, որովհետև հարազատ կուսակցությունում իր դեմ դավեր են նյութում։ Ինչի մասին վարչապետը ասաց, ինչը ես չեմ ընդունում։ Ես ընդունում եմ, որ իմ գործունեության հետևանքով այո պետք է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինձ առնվազն շնորհակալություն հայտներ եւ դուք ասեցիք նաեւ կարող էր մեդալ տալ դեմ չի լինի, բայց ես ստացել եմ խիստ նկատողություն, ինչը ես չեմ կարող ընդունել։ Իսկ հնարավոր է գլխավոր դատախազը խորհրդարան գա ԿՊԱ-կանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ։ Ոչ բացառում եմ, ոչ հաստատում եմ։ Հրապարակ օրաթերթներ գրել, թե որոշում կա իրավական գործընթաց սկսել Հայկ Սարգսյանի դեմ։ Ըստ նույն աղբյուրի Հովիկ Աղազարյանին առնչվող ոչխարների վաճառքի սկանդալային գործին կցված հեռախոսազրույցներում ավելի շատ Հայկ Սարգսյանի անունն է հիշատակվում։ Չկա նման բան, դա սուտ է, կեղծ է, որևէ մեկը ինձ ոչ այդ գործով, ոչ որևէ այլ գործով երբևէ չի կանչել, չի լսել, չի ներգրավել։ Ես դրան մասին առաջին անգամ լսել եմ մամուլից։ Հնարավոր է այդ մարդիկ խոսակցության ընթացքում, գաղտնալսման ընթացքում տասնյակ կամ հարյուրավոր անձանց անուններ տան խոսակցության ընթացքում։ Խոսեն падգամավորներից, դատախազներից, քննիչներից, այլ անձանցից, բիզնեսմեններից։ Դա չի նշանակում, որ այդ անձինք ներգրավված են այդ գործին։ Մինչ ոչխարների գործին Հայկ Սարգսյանի հնարավոր առնչության մասին սկանդալային հրապարակումը падգամավորը մեծ պատմության մեջ էր ընկել, երբ օնլայն խաղատներն ավելի շատ հարկելու օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրել։ Ավել քննարկենք։ Խորհրդարանի խոսնակի հետ հարաբերությունները լարվել էին։ Սարգսյանն ակնարկել էր, թե Սիմոնյանի սրտով չի իր առաջարկը, որովհետև նա որոշակի շահեր ունի կազինոների բիզնեսից։ Հենց այս պատմության պատճառով էլ ամիսներ առաջ Սարգսյանին կանչել էին ՔՊ վարչություն, հարցաքննել, խիստ նկատողություն տվել, արգելել մասնակցել առաջիկա ընտրություններին։ Բուկմեկերականներին բերել եմ։ Ցավալի է, որ կան գործընկերներ, ովքեր իմ հնչեցրած մտքերը փորձում են օգտագործել իմ դեմ։ Վերլուծաբանները չեն բացառում, որ Փաշինյանը իր հետ 14 տարեկանից քայլած падգամավորի դեմ քրեական հետապնդում հարուցելու հրաման արձակի ընտրություններից առաջ։ Ասում են, այդպես նա մի կրակոցով երկու նապաստակ կխփի, կպատժի ինչ-ինչ հարցերում հանդգնություն դրսևորած կուսակցին ու ցույց կտա, թե կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարում չի խնայում անգամ յուրայիններին։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։